Սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ, թող Աստծո օրհնությունը լինի բոլորիդ վրա, Աստծո խաղաղությունը եւ Աստծո ուրախությունը լինի բոլորիդ սրտերում։ Եղավ մի ժամանակ, որ չարը կարողացավ իմ սրտից տանել ուրախությունը, որը տվել էր ինձ Աստված, ուրախություն, որ ես Աստծունն եմ, ես նրա զավակն եմ, ես նրա ծառան եմ եւ ես նրա զինվորն եմ եւ ունեմ այդպիսի Աստված։ Այդ ուրախությունը, որ իմ սրտում էր մանկան պես, մանուկի պես, եղավ մի ժամանակ, որ չարը կարողացավ այդ ուրախությունը գողանալ։ Չարը գող է, նրան շատ դեպքերում անվանում ենք գող, ստախոս եւ գող։ Թող չարը չկարողանա գողանա ձեզանից ոչինչ, եւ թող չարը չկարողանա գողանա ձեզանից ձեր հավատը, ձեր հույսը, թույլ չտաք, որ գողը, չարը, սատանան գողանա ձեր ուրախությունը, ձեր սրտի ուրախությունը։ Ուրեմն մեր Տեր Աստված նա ուրախության Աստված է։ Եթե դու կորցնում ես ուրախությունդ, ուրեմն չարը կարողացել է ներխուժել եւ ուրախություն դա հոգու սրտի ուրախության մասին է խոսքը, դա բոլորովին աշխարհիկ ուրախությունների, վայելքների, ժամանցների մասին չի խոսքը, այլ ուրախություն, որ գալիս է միայն մեր Տեր Աստծուց եւ մեր սիրտը լցվում է այդ ուրախությամբ եւ մենք ուժեղանում ենք հենց այդ ուրախությամբ։ Ուժ է մեզ տալիս այն ուրախությունը, որ Աստծուց է գալիս, ուրախություն, որ դու ունես այսպիսի Աստված, հզոր, զորավոր, այսպիսի Հայր ունես, ամենակարող, ուրախություն, որ դու նրան ես պատկանում, ուրախություն, որ նա քո մեջ է ապրում, ուրախություն, որ դու կաս, որ Աստված քեզ կյանք է տվել, որ նա քեզ գտել է քո մոլորված ճանապարհներից, հետ է բերել, ամեն ինչի համար դու կարող ես ուրախանալ, բայց երբ դու զգում ես, դու գիտես, որ դու Աստծուն ես պատկանում, Աստծուց տրված շնորհները գալիս են քո վրա, նրա տված պարգևները, նրա տված օրհնությունները, նրա սերը, նա ապրում է քո մեջ եւ դու լցվում ես ուրախությամբ, որովհետեւ մեր Աստվածը ուրախության Աստված է։ Եվ թույլ չտաք, որ չարը գողանա ձեզանից այդ ուրախությունը, ինչ էլ որ լինի, դու ուրախացիր քո Տեր Աստծով եւ դու կհաղթես, որովհետեւ չարը տանել չի կարողանում, երբ մենք ուրախանում ենք, անկախ նրանից ինչ է կատարվում աշխարհում, տեսեք, կարող է աշխարհում հենց հիմա ամենավատ բաներն են կատարվում, ամենաչար բաները մեր երկրում եւ ողջ աշխարհում, եւ մենք դրանից ցավ ենք զգում, տխրում ենք, փորձում ենք ինչ-որ բան անել, փորձում ենք ինչ-որ բան փոխել եւ այլն, մեր մարդկային հնարավորությունների սահմանում մենք կարող ենք մեր աղոթքներով շատ բան փոխել, մենք կարող ենք աղոթել, ուրեմն աղոթենք, բայց անկախ այդ ամենից քո սիրտը կարող է ուրախ լինել, մեր սիրտը պիտի պատկանի մեր Տիրոջը եւ մենք պիտի պաշտենք ու սիրենք մեր Տեր Աստծուն, մեր ամբողջ հոգով, սրտով եւ մտքով։ Մենք տխրում ենք, մենք ցավ ենք զգում, ես հաճախ ինքս իմ տխրությունը եւ ցավը արտահայտում եմ հենց ձայնագրություններով այս աշխարհի մասին, թե ինչ է կատարվում այս աշխարհում, ցավ, որ մարդիկ դարձի չեն գալիս, ցավ, որ շատ տխուր, ցավալի բաներ են տեղի ունենում մարդկանց հետ եւ այլն, բայց դա չպիտի մեզ զրկի մեր հոգու սրտի այն ուրախությունից, որ մենք պատկանում ենք Աստծուն եւ Աստծո ուրախությունը մեր մեջ է։ Դու կարող ես լաց լինել, դու կարող ես տխրել այն վատի համար, ինչ որ տեղի է ունենում, դու կարող ես մտահոգվել, մտածել, խորհել, խոսել ինքդ քեզ հետ, մտածել, որ չես կարողանում ոչ մի բան գոնե փոխես, ինչքան չարն է աշխարհը, էլ չես ուզում այստեղ լինես։ Ես ինքս չեմ ուզում, ես ուզում եմ մի վայրկյան շուտ իմ Տեր Հիսուս Քրիստոսը գա ու տանի ինձ իր մոտ։ Ես հավատում եմ, որ նա ինձ կհափշտակի, կտանի այս աշխարհից, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ ու մտածում եմ, որ քանի այստեղ ենք, մենք պետք է
գործենք որպես Աստծո զավակներ, Աստծո ծառաներ, Աստծո զինվորներ, անենք այն ինչ որ Աստված մեզ կտա։ Բայց չկորցնենք մեր սրտի ուրախությունը, որովհետև ուրախությունը դա հաղթանակ է, ուրախությունը քո մեջ, որ դու ինչպիսի հայր ունես, որ աշխարհի արարիչը, տիեզերքի արարիչը քո հայրն է, դու նրա սիրելի զավակն ես, եւ քեզ ոչինչ չի պատահի, եւ դու պատկանում ես ստեղծիչ արարիչ Աստծուն, եւ նա քեզ շատ է սիրում, այնքան է սիրում քեզ Հայր Աստված, որ իր միածին որդուն Աստված Հիսուս Քրիստոսին զոհաբերեց քեզ փրկելու համար։ Այդ ուրախությունը եւ ընդհանրապես Սուրբ Հոգու ուրախությունը, որ լցվում է մեր սիրտ, այսպես աղբյուրի պես, ջրերի պես զուլալ, լցվում է մեր սիրտ եւ մենք մանկան ուրախություն ենք ունենում, չկորցնեք դա, չկորցնեք, ամեն դժվարության մեջ դու կարող ես մտահոգվել, այնպիսի դժվարություններ կարող ենք ունենալ, միգուցե հենց հիմա ինչ-որ մեկը մեզանից չգիտի վաղ ինքը որտեղ է ապրելու, ինչ է անելու, միգուցե տուն չունի, միգուցե փող չունի, միգուցե չգիտենք երեկոյան ինչ ենք կերակրելու մեր երեխային, բայց մենք գիտենք, որ Աստված մեր հետ է, մենք գիտենք, որ ունենք զորավոր հայր, ամենանզոր հայր։ Այդ ամեն դժվարությունների մեջ միգուցե քո հետ շատ վատ բան է պատահել կամ այսպես անհաջող տհաճ իրադարձության մեջ ես ընկել, տհաճ իրավիճակի մեջ ես ընկել, չպետք է քո ուրախությունը խլի, որովհետև ուրախությունը քո Աստծուց է գալիս, թող որ այն բուժող եւ զորացնող, այսպես աղբյուրի պես մաքրամաքուր լցվի քո սրտի մեջ։ Եվ հենց այդ ուրախությունը քեզ կբժշկի եւ Աստծո տված ուրախությունը, որ օրհնյալ ուրախությունը Սուրբ Հոգուց տված կբժշկի, որովհետեւ տխրությունը, արդեն մշտական տևող տխրությունը դա անառողջություն է, դա հոգու հիվանդ վիճակ է, որը կարող է անցնել նաեւ մարմնին։ Հիմա ես շատ ուրախ եմ, ես շատ երջանիկ եմ, ես իմ երջանկությունը չեմ կարողանում զսպել եւ դա իմ աչքերից, իմ դեմքից երևում է, ես հենց հիմա տեսնում եմ այդ ամբողջ ուրախությունը նրանից է, որ ես ունեմ այսպիսի Աստված, Հայր Աստված Տեր Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգի, որ ինձ այնքան անսահման է սիրում, որ երբ իմ Հիսուս Քրիստոսը իմ հասցրած վերքերից, իմ մեղքերի պատճառով ստացած վերքերից ցավի ու տառապանքի մեջ քայլում էր երկար ճանապարհը իր վերքերի, վերքոտ բացված արյունոտ արնաթաթախ արնաշաղախ վերքերի վրա ծանր խաչը դրած գնաց հասավ մինչև Գողգոթա լեռը, բարձրացավ այդ բարձունքը, նրան մեխեցին այդ ցավերի մեջ, խաչեցին, բարձրացեցին խաչի վրա եւ նա այդ ամենը եւ նա մահացավ խաչի վրա եւ ապա երրորդ օրը հարություն առավ եւ իմ Տերը այդ ամենը երբ անում էր հենց ինձ համար, իմ համար, դեռ 2000 տարի առաջ նա անում էր իմ համար, այդ ամենը արեց ու ես ընդունել եմ նրա տվածը, դա մի ուրախություն է մեծագույն, դա անփոխարինելի, անհամեմատելի երջանկություն, երանություն է, երբ դու ընդունում ես այդ ամենը եւ հասկանում ես ով ես դու, ինչպիսին է քո Տեր Աստվածը եւ դու նրա զավակն ես, դա մի ուրախություն է եւ գալիս է երկրորդ մեծագույն ուրախությունը, երբ դու հասկանում ես, որ քո Տերը ամենահավատարիմը լինելով, ամենասիրող հայրը լինելով, քո ողջ ճանապարհին քո հետ գալիս է, դու նրա հետևից գնում ես եւ երբեմն դու նրա հետևից գնում ես, բայց տպավորություն է, որ նա ոչ թե ուղղակի քո դիմացով գնում է, նա նաեւ քո կողքին է, դա տպավորություն չի, այդպես է, նրա ձեռքը քո վրա է, նա քեզ իր գիրկն է առնում, նա քեզ իր թևերի մեջ է պահում, նա մի ողջ ճանապարհ, երկար տարիներով, նա ամեն վայրկյան քո հետ է եւ նա այդ մեծագույն պարգևը քեզ տվել է իր արյամբ, իր մահով եւ հարությամբ քեզ տվել է հավիտենական կյանք, բայց դրանով չի վերջանում։ Երբ դու ընդունում ես այդ ամենը, դառնում ես նրա զավակը,
նա պատրաստ է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, անկախ քո բոլոր սխալներից, քո բոլոր թերություններից աշխատել քո վրա իր Սուրբ Հոգով, սովորեցնել քեզ, ներել քեզ քո ամեն օրվա սխալները, քեզ մաքրել, քեզ արդարացնել, ոտքի կանգնացնել ամեն անգամ, երբ դու կընկնես, եւ հավատարիմ ու սիրող կերպով նրա սերը այնքան առատ է, այնքան անսահման է, եւ այդ հոգատարության մեջ նա ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան գալիս է քո հետ, քեզ բժշկելով, քեզ ազատելով, քեզ փոխելով, քեզ նոր սիրտ տալով, այդ նոր սիրտ, որ Աստված քեզ տալիս է, որ Հիսուսի սրտին է նման, եւ ամեն ինչ անում է քեզ համար Աստվածը դեռ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան։ Ոնց չուրախանաս, ես հիմա ոնց չուրախանամ, որ ես ունեմ նման Աստված, ոնց չուրախանամ։ Նա մեր հետ է եւ մենք հավերժ լինելու ենք նրա հետ, նրա կողքին։ Նրա հետ ապրելու ենք այդ երջանկության մեջ, պատկերացնենք, որ մենք մեր Աստծո հետ հավերժության մեջ ենք լինելու։ Մենք մեր Հիսուսին միշտ տեսնելու ենք, մեր աչքերը տեսնելու են Հիսուսին, մենք փառաբանելու ենք նրան, հենց նրա մոտ, երգելու ենք նրա համար, գովերգելու ենք, գովաբանելու ենք, փառաբանելու ենք, մեր շուրթերը, մեր սրտերը երգելու են նրա համար, բայց ոչ թե երկրի վրա, արդեն այլ նրա մոտ եւ հետո ապա եւ Տիրոջ հետ վերադառնանք երկիր, այսինքն մենք հավերժ միևնույն է նրա հետ ենք լինելու, դա ես ոնց չուրախանամ այդ ամենից, ես ոնց չուրախանամ, որ իմ Տերը ամեն վայրկյան իմ հետ է, ես չեմ կարողանում այդ դժվարությունները համարել դժվարություն, որովհետև իմ Աստված իմ հետ է, իմ Հայրը իմ հետ է եւ ամեն ինչ նրա ձեռքերում է, ես իմ հոգսերը տվել եմ նրան, ես գիտեմ, որ ամեն օր իմ սպասածից էլ ավելի լավ է լինելու, ավելի լավն է նա ինձ տալու, նա իմ բոլոր կարիքները հոգում է, թե հոգևոր, թե ֆիզիկական, մենք այնքան հոգևոր կարիքներ ունենք, բայց շատերը ավելի շատ մտածում են, երբ ասում ենք ձեր կարիքները տվեք Աստծո ձեռքերին, ձեր հոգսերը տվեք, դա միայն ֆիզիկականի մասին չէ, դա մեր այս նյութական, այս կյանքի մասին չէ, որ ինչ-որ կարիքներ ունենք, այո, եւ մեզ պետք են դրանք, մեր հոգին ինչքան կարիքներ ունի, մեր սիրտը ինչքան կարիքներ ունի, որ մենք չենք հասկանում, բայց տվեք Հիսուս Քրիստոսի ձեռքերին, ինչի կարիք ունի քո հոգին, քո սիրտը, մենք ունենք կարիք, որ մեր սիրտը ավելի բարիանա, ավելի մաքրվի, ավելի խոնարհվի, որ մենք ավելի լավ ճանաչենք մեր Աստծուն, թե ինչպիսի Աստված է նա, ինչպիսի Հայր է նա, որ մենք ավելի մոտենանք նրան, որ մենք ավելի բարի լինենք, որ մենք նախանձից ազատվենք, որ մենք լսենք Աստծո ձայնը, որ մենք ուղղորդվենք Սուրբ Հոգով, նրա առաջնորդությամբ, նրա ձայնը լսենք, նրա խոսքը լսենք, շարժվենք նրա կամքի մեջ, դրանք մեր կարիքներն են, մեր հոգևոր, մենք կարիք ունենք ուրախության, որ մեր սրտերը ուրախանան, մենք կարիք ունենք խաղաղության, մենք կարիք ունենք կարողանալ լինել մեր Աստծո հետ առանձին, զգալ նրա ներկայությունը, մենք կարիք ունենք Հիսուսի ներկայության, նա մեր հետ է, բայց մենք պիտի կարողանանք թույլ տալ, որ զգանք նրա ներկայությանը, մենք կարիք ունենք դրա, որ կարողանանք, այդ ամենը խնդրեք Աստծուց եւ նա ձեզ կտա, ինչ որ խնդրեք, Տեր Հիսուս Քրիստոսի անունով Աստված ձեզ կտա եւ Աստծո հավատարմությունը ես տեսնում եմ ամեն օր, ամեն ժամ, միգուցե ամեն րոպե, ամեն վայրկյան եւ զգում եմ ամեն վայրկյան, նա հավատարիմն է, ուրախացեք, ուրախանանք, որ ունենք նման Աստված, նման Հայր,